Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը, բարև ձեզ Տիկին Նալչաջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, երեք ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Իրանի Իսլամական Հանրապետության վրա, թե ինչ զարգացումներ կունենան, գիտեք, սարսուռ հայտարարություններով էր հանդես եկել Թրամփը, շատ կարճ ժամանակ էր տվել, մենք վստահ ենք, որ մինչև երեք էր ասի, այսօր երեկոյան ժամը 8-ը կստանանք իրանցիների պատասխանը, հուսով ենք նրանք ճիշտ պատասխան կտան, ասել էր Վենսը, հետո շատ ավելի խիստ կոպիտ, այսպես խոսել էր հայտարարությամբ էր հանդես եկել Թրամփը, այնպես որ ողջ համակ աշխարհի ուշադրությունը այնտեղ էր սևեռված, Պակիստանի նախագահը խոսեց, ես անկեղծորեն խնդրում եմ նախագահ Թրամփին, երեկվա մասին է խոսքը, այդ լուրերն եմ ներկայացնում, երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրամադրվող ժամկետը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա աշխատել իրանցի եղբայրներին, խնդրել ենք բացել Հորմուզի նեղուցը, գրել էր Պակիստանի վարչապետը։ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ներկայումս Իրանի հարցով բուռն բանակցությունների մեջ է, քանի որ Թեհրանին ուղղված վերջնագրի ժամկետը մոտենում է ավարտին։ Սա երեկվա կարևոր բաներն են փոխանցում, Իրանը հակված է համաձայնել երկշաբաթյա հրադադարին, Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է երկու շաբաթով երկարաձգել։ Իրանի Գերագույն խորհուրդը ներկայացրել էր իր ծրագիրը, Իրանը մերժել է թշնամու բոլոր ծրագրերը եւ պատրաստ է իր սեփական 10 կետանոց ծրագիրը, որ ամերիկյան կողմն է փոխանցել Պակիստանի միջոցով։ Սա շատ, քանի որ ես ներողություն եմ խնդրում Տիկին Նալչաջյան, շատ կարևոր է եւ սա իսկապես մենք տեսանք, որ այս պատերազմը ողջ աշխարհը ցնցեց եւ մենք հարևան երկիր ենք եւ ինչ կարեւորագույն նշանակություն ունի մեզ համար, որտեղ մեկին մի երկրին Նիկոլը իր խելքով, չգիտեմ ինչով բերել էր, մտցրել է մեր տարածաշրջան, Միացյալ Նահանգների մասին է խոսքը, իսկ մյուս երկիրը մեր բարեկամ հարևան երկիր է, գիտեք, որ ինչ կարևոր նշանակություն ունի այդ երկիրը մեզ համար, եթե սա շարունակվեր, ինչպիսի աղետների առջև է կանգնելու եւ տարածաշրջանը եւ աշխարհը անշուշտ առաջին հերթին նաեւ մենք։ Ուրեմն առաջին կետը իրանական զինված ուժերի հետ համակարգված կերպով Հորմուզի նեղուցի վերահսկվող անցում, դիմադրության առանցքի բոլոր անդամների դեմ պատերազմը դադարեցնելու անհրաժեշտություն, ինչը կնշանակեր Իսրայելի ագրեսիայի պատմական պարտություն, ԱՄՆ մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանի բոլոր բազաներից եւ տեղական կետերից Հորմուզի նեղուցով անվտանգ անցման արձանագրության ստեղծում, որ երաշխավորում է Իրանի վերահսկողությունը, Իրանի փոխհատուցման լրիվ վճարում ըստ գնահատականների, գիտություն բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են 300,000 ադրբեջանցիների ընդունել եւ բացարձակ փոխհատուցման մասին խոսք չկա եւ հայերի վերադարձի մասին խոսք չկա, Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, Գետաշեն, ել չեմ ասում մեր պատմական հայրենիք Արցախ, բոլոր առաջնային եւ երկրորդային պատժամիջնորոցների վերացում, ինչպես նաեւ կառավարչական խորհրդի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը եւ այլն շատ կարեւոր բաներ, ինչեւ է տարբեր տեսակետներ կան, հիմա ասում են սա արվես նրա համար, որ եկան համաձայնության երկու շաբաթ հրադադար կլինի, իրանական կողմն ասեց, որ մեր պակիստանցի գործընկերոջը հարգելով են գնացել դրան, նաեւ այսօր արդեն վերլուծականներ են հայտնվել, որտեղ խոսվում է նրա մասին, որ Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին ժամանակ է պետք վերանայելու շատ բաներ եւ դիրքավորվելու եւ նաեւ հակառակն էլ կա, որ սա նաեւ Իրանին էր անհրաժեշտ, տեսնենք թե ինչ զարգացումներ կլինեն, ինչպես ասում են, ամեն րոպե, ամեն ժամ նոր ինչ որ իրադարձներ, բայց այս ամենը իհարկե չի ազդել նրա վրա, որ Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի ուղղությամբ հրթիռակոծությունները շարունակվելու եւ ինչպես տեսնում ենք, ինչպես Գազայի ուղղությամբ նրանք կարողացան նոր տարածքներ վերցնել եւ օկուպացնել եւ ցեղասպանելուց հետո ուղղակի պաղեստինցիներին, Գազայի բնակիչներին դուրս են մղում այդտեղից, նույնը տարածում են, նույն ծրագրով իրականացնում են նաեւ Լիբանանի ուղղությամբ եւ ուղղակի հրթիռակոծելով այդտեղ դատարկում են։ Ինչևէ, սա շատ կարևոր թեմա է, գանք մեր թեմաներին, երեք ազգակործանը ինչ-որ անհետ հայտարարություններ էր անում, ինչ-որ մի թեմայի շուրջ է սկսել շատ խոսել, բոմժացնեն, բոմժություն, գիտենք, որ այս անձը լուրջ խնդիրներ ունի, եւ մենք էլ վերնագրեցինք նրանով, որ բոմժությունից
վախենում է, որտեղ ինքն է խոսել տարօրինակ է առնվազն վարչապետը, տեսեք ինչ մակարդակի է իջել եւ ինչի մասին է խոսում, ինչով է զբաղված այս անձը, մի կողմից փորձում է հիմա մասնագետ ավելի ճիշտ կասի ինչի անում, ժամանակն է, որակարգն է արդյոք ինքը լսում, թե իսկապես ինքը վախեցած է եւ գուցե ենթագիտակցորեն ինքը իր թիմը ընդհանուր առմամբ մեծ հաշվով փողոցից եկածներ են, այն իմաստով, որ բացարձակ հետագիր չունեին, ճանապարհ չէին անցել, որևէ փորձառություն չունեին, կրթական ցենզը բոլորի խայտարակ ցածր, փորձառություն չունեին եւ իրենց կյանքում չկայացած թափթփուկների կույտ էր, գուցե իրականում իրենք ներքին ենթագիտական վախ ունեն, որ իրենք կարող են բոմժեր դառնալ, ներողություն եմ խնդրում ես արտահայտությունից համար, բայց սա հանրային բանում խոսույթ է բերել այս օրերին Նիկոլը ասելով, որ խոսքը գնում է ազգային մեծ բարերարի մասին, Սամվել Կարապետյանի մասին է գնում խոսքը, մարդ, որ լուր քիչ առաջ է խոսում էինք Տիկին Նալչաջյանի հետ, իհարկե դա տղամարդկային ամենաբարձր արժանինքներից մեկն է, երբ որ մարդիկ անում են այդպիսի բարեգործություն եւ լուր լռելյան, ես ճիշտ ասած այդպիսի երկու հայ մեծ բարերարների գիտեմ, Սերգեյ Համբարձումյանը, Մոնախ ընկերության տերը, տեսեք կարող է անգամ Տիկին Նալչաջյանը լավ չիմանա եւ բան չանի, ասեն որ միայն արցախցիների վերադարձից հետո ամսական մեծ ահռելի գումար էր տալի լուր դրա մասին ոչ մեկ չգիտեր, կազմակերպված ինչ որ փոքրիկ խումբեր ստեղծել, ովքեր սոցիալապես ծանր վիճակում գտնվող արցախցիներին 1 տարի շարունակ գումար են տվել։ Գիտեք դրա խոսել է դրա մասին։ Հիմա ես գիտեմ որ լսի, էլի պիտի սրտնեղի, որտեղ ինքը այդպեսին է, չի ուզում որ դրա մասին խոսել։ Մենք գիտենք որ ահռելի միլիոնների ներդրում է բարերարություն է արել Արցախում, չգիտենք դրա մասին, ես էլ չգիտեի, ինձ անձամբ ասել է Բակո Սահակյանը։ Մենք գիտենք որ Մատենադարանի հետ մեծ գումարի ինքն է տվել, մենք գիտենք որ Մոսկվայով այստեղի եկեղեցու ամենամեծ չափաբաժինը, չգիտեմ 10 քանի միլիոն ինքն է տվել, չգիտենք, լուր Սերգեյ Համբարձումյանը այդ ամեն ինչը արել է։ Այդպիսին է նաև Սամվել Կարապետյանը, որ այդքան մեծ ինքը շարունակում է մնալ ամենամեծ բարերարը, ինչպիսի մեծ բարեգործություններ է արել լուր լռելյան եւ մարդ որ միայն հայրենիքից կտրել եւ տվել է մարդ որ հանձնել է 350 եկեղեցի, չգիտեմ 1000 բան խաչքարեր, մասունքներ, այդքան դպրոցներ, հիմա ամեն անգամ, գիտեք չէ, ամեն դպրոց եւ մանկապարտեզ այս իշխանությունները 5 անգամ է բացում կազմակերպում, հայլուն էլ ամեն անգամ նոր շնչով այդ վարողները դա փոխանցում են, այսինքն սուտն ու խարդախությունն ու խաբեբայությունը շարունակվում է, այս ամեն ինչը իրենք շարունակում են անել, բայց եւ այս հանձնող, տապալող, ավիրող մեծ թշնամին հարձակվում է այն իրական ռեալ բանը։ Պարզ է որ այս մարդկանց ներկայությունը, ես կարծում եմ, եթե կյանքում Սամվել Կարապետյանը բառեր չասի, Սերգեյ Համբարձումյանը մյուսները, Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես այն մեր արժանավոր հայերի անուններն եմ տալիս, հա, Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները, որ ծպտուն է չարել, նրանց ապրելը արդեն իսկ խաթարում է իր Նիկոլի անդորը, որտեղ անընդհատ իրեն հիշեցնում է, որ այս մարդիկ արարող, հաղթող, ստեղծող մարդիկ են, իսկ ինքը հանձնող, տապալող, թուրքի ոտքերի տակ թավալտվող մի երևույթ է, որ անverջ հանձնել է, դե դրա համար էլ հիմա հունից դուրս եկած ընկել է Սամվել Կարապետյանի ետևից եւ ասում է, որ ինքը կդառնա բոմժ, կդառնա, չգիտեմ, երևի բոմժերն են նրա դրա մասին խոսում։ Խնդրեմ, ինչ է, ինչպես է այս երևույթը Տիկին Նալչաջյան գնահատում, խնդրեմ։ Տեսեք Անժելա, դուք ներկայացնում եք Իրանի հետ կապված բոլոր հարցերը, եւ անկախ քեզնից այսպես համեմատություն ես անցկացնում, հա, այդ երկրի ուրեմն իշխանությունների, այդ երկրի ժողովրդի պահվածքի եւ այն ամենի հետ ինչ ունենք մենք, չգիտեմ, երկնքի ու երկրի տարբերություն է, սարերի ու ձորերի տարբերություն է։ Հիմա իմիջիայլոց Իրանի հետ կապված այս բոլոր զարգացումները մի տեսակ ավելի ճանաչելի դարձրեցին մեր հարևանին ամբողջ աշխարհի համար։ Չէ, մինչև այդ կարելի էր կարծել, որ դա ինչ է արևելյան, ինչ որ մի հատ երկիր է եւ այլն, տեսնում եք ինչ ներքին ուժ ունի, տեսեք ինչ բան է պետականության զգացողությունը, երբ դրանով տուգուրված են ոչ միայն տվյալ երկրի իշխանությունները, այլև դրա գինը, արժեքը, հարկը գիտի նաեւ ժողովուրդը։ Մենք շատ բան ունենք սովորելու Իրանից այս իմաստով։ Գիտեք ինչ, բայց մյուս կողմից շատ թերագնահատել
հատկապես մեր հասարակությունը չի կարելի, որովհետև այն ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում, ազդեցության այն միջոցները, պատերազմական, հոգեբանական պատերազմի, այսպես ասած, նաև կոգնիտիվ պատերազմի են գործոնները ազդում են, դրանք ազդեցիկ են։ Հիմա այն ինչ անում են Նիկոլենք, դրանք հոգեբանական օպերացիաներ են, որ իրենք անում են։ Առաջին հայացքից դա կարող է թվալ անհասկանալի։ Տեսեք, դուք Փաշինյան Նիկոլի այս պահվածքի մասին եք խոսում, հա, մեկ էլ որտեղից որտեղ վերցնում է ուրեմն Սամվել Կարապետյանի նման մարդուն, ոչ ավել, ոչ պակաս, ինքը գուցե դա իր ներքին ցանկությունն է, որովհետև ինքը ինչքան ուզում է հարստանում է, բայց ներքուստ աղքատ է։ Ներքուստ աղքատ է ինքը, դրա համար էլի նախանձում է այն մարդուն, ով կարողություններ ունի։ Սա ես շատ Այսինքն ինքը հիմա արդեն միլիարդեր է դարձել, բայց միևնույն է, ներքուստ ինքը աղքատ է, հա, ինքը աղքատ է իր ներաշխարհով, իր հոգով, եւ այսպիսի մարդիկ ագահ են լինում։ Իրենք միշտ շարունակում են նախանձել, որովհետեւ գիտեք, ինքն էլ հասկանում է, թե ով ինչ ճանապարհով է հարստանում, հա, իր ճանապարհն էլ է իրեն հայտնի, Սամվել Կարապետյանի ճանապարհն էլ է հայտնի, եւ գիտեք ինչ, երբ մարդ իրեն համեմատում է իր Լրիվ Հակոտնյայի հետ, բացարձակ տարբեր, եւ հասկանում է, որ ինքը այդտեղ տուժող է դուրս գալիս, թեկուզ մարդկային գծերի, հա, իմաստով, ինքը սկսում է ավելի նախանձել, ավելի չարանալ, եւ բացի դրանից իրենք տեսնում են ինքը իր այդ ամբողջ այդ խմպակը, իրենք տեսնում են, որ Սամվել Կարապետյանի ուժը օրը թափ է հավաքում։ Իսկապես, ուրեմն, աչքի առաջ մենք տեսնում ենք, թե ինչպես մարդկանց տրամադրությունները ուղղվում են դեպի Սամվել Կարապետյան։ Գիտեք, ինչ շատ բարձր գնահատելով նաև Ռոբերտ Քոչարյանին, իր անցած ճանապարհը, այն ինչ ինքը արել է մեր պետության, մեր հայրենիքի համար, այնուամենայնիվ տեսեք այս սև քարոզչությունը 20 տարի շարունակ, տարիներ շարունակ, 20-25 տարի շարունակ իր դեմ թողել մարդկանց ուղեղում, այնպեսի մի հետք են թողել, որ նույնիսկ շատ-շատերը տեսնելով, հասկանալով այսօրվա ամոթալի ողբերգական նվաստացուցիչ վիճակը, այս կերպարը, որով մենք ներկայանում ենք աշխարհին, հայ այդ իրենց, չգիտեմ, այդ ուտելու պահվածքի, հայ այդ ամբողջ այդ կոմպլեքսը, որ վերցնում ենք, տեսնելով, հասկանալով հանդերձ, այդ ստերեոտիպացված քարացած կարծր մտածողությունը խանգարում է Քոչարյանին իր իրական գնահատականը տալու համար։ Այնպես որ, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ այո, Սամվել Կարապետյանի ուժը մեծ թափ է հավաքում եւ դա շատ հուսադրող է, բայց մյուս կողմից ես նաեւ համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը այն ուժերը, որոնք նույն դաշնակցությունը, որ ուրեմն իրենք ունեն շատ կայուն մի ուրեմն մարդկային հոց զանգված, որ միշտ իրենց գնահատել է, գնահատում եւ շարունակի գնահատել։ Այնպես որ այս տեսակետից նույնպես ցավալի է, որ այսպես չի գնահատվում մարդը ըստ արժանվույն իր բոլոր, ասենք, վրիպումներով եւ այլնով հանդերձ, որի միջով մենք ինքներս անցել ենք, բայց երբ նայում ես, խոշոր ինչ է արել մարդը, երկիրը ինչ վիճակի։ Դե սա արդյոք չի նշանակում, որ շատ կարևոր բան Ռոբերտ Քոչարյանը եւ իր թիմը եւ պատասխանատուները 20 տարի շարունակ անտեսել են եւ մեծ բաց թողում է, ցավոք սրտի սա միայն իր անձի հարցը չի, չէ՞ որ իր անձին այսպես նվաստացնելով իր դեմ սև PR տևական ժամանակ անելով մենք տեսանք, որ կարևորագույն ժամին, երբ որ այս անհատը այս լիդերես ուժեղ անձը մեզ պետք էր, բայց այնպիսի հակաքարոզ էին տանում եւ չկարողացավ ինքը, գիտեք ինչ ասեմ ձեզ, իմ կարծիքով գործ անող մարդը այսպիսի հարցերին երբեմն մատների արանքում։ Դե շատ վատ է դա, շատ վատ է, այդպես է նայել Ռոբերտ Քոչարյանը իր PR-ի, հիմա էլ է այդպես, հիմա էլ։ Այսպես տեսեք, բարեգործի հետ կապված։ Մենք ասում ենք, որ սա շատ դրական է, երբ ինքը առանց ցուցամոլության, առանց ցուցադրելու անում է, բայց եթե պետությունն է անում, իշխանություններն է անում, այդ ժողովուրդը պիտի տեսնի շոշափի զգա, հասկանա, որ տեսակ Տիկին Ալչաջան, դուք էլ գնահատական տվեցիք, որ շատ բարձր արժանիք է, երբ որ մարդը տես բարեգործություն եմ եւ չի ցուցադրում, բայց միևնույն է բարեգործի, սրանք տարբեր ստատուսներ են։ Բայց դա էլ պիտի ներկայացնեն։ Ես կարծում եմ, նույն Սամվել Կարապետյանի արածը պիտի ամեն օր, օրինակ, ես կարծում եմ, որ մի հատ ցուցակ կազմեն, թե ինչ է արել ինքը 30 տարի շարունակ, ցուցակին վերջ չկա։ Օրինակ ցուցակին, չգիտեմ, քանի 1000
հազար ուսանողի, քանի հազար դպրոց, մի քիչ ուշ է, պիտի թափով անեն, արագ անեն։ Գիտեք ինչ, ասեմ ձեզ, արդեն արվում է, մարդիկ արդեն տեսնում են, եւ հիմա դա արդեն պետք է, որովհետեւ ինքը արդեն կապվում է պետության, պետական քաղաքականության հետ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի նաեւ Սերժ Սարգսյանի ժամանակ բազմաթիվ դրական բաներ են արվել։ Իհարկե։ Բազմաթիվ, բայց մի տեսակ այդ խայտարակ PR-ը որ վատ է աշխատել, հակնում էր քարոզչությունը։ Հակաքարոզչություն ըստ էության չի եղել։ Պետք չէր հակաքարոզչություն։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում ընդամենը պետք էր ցույց տալ այն ինչ որ արվել է։ Այն ընդամենը եթե ցույց տան, այս մարդը ինչ է արել։ Բոլոր դեպքերում սահմաններ դնել այդ քարոզչության, այդ սև քարոզչության դեմ պետք էր սահմաններ։ Հիմա տեսեք, մի օրինակ եմ բերում եւ հատուկ ուզում եմ, հիմա հատուկ ուզում եմ դիմել Ռոբերտ Քոչարյանի թիմին կամ ովքեր որ PR-ով զբաղվում են։ Բոլորս գիտենք, չէ, որ ֆիզիկապես ինչ առողջ եւ պատրաստված անձ է Ռոբերտ Քոչարյանը, գիտենք։ Որևէ մեկը կասկածում է իր աշխատասիրությանը։ Ոչ մեկ, չէ՞, գիտենք ինչ էներգիայով ինչպես։ Եվ մնացած բոլոր հատկանիշներով հանդերձ պետական գործիչին անհրաժեշտ։ Ահա, հիմա ես զուգահեռում եմ, տեսեք, Թրամփի կերպարը շատ ավելի տարիքով մեծ 80-ին մոտ, ինչ էին խոսում իր կողքը գտնվող Խակեր Կարլսոնը եւ Իլոն Մասկը, որ մասնակցում էին այդ քարոզարշավին։ Ուրեմն ասում են մենք մի նահանգում քարոզարշավի մեջ ենք, 3 ժամ է ձգվում դա։ Դուք հասկանում եք ինչ ծանր բան է, հազարավոր մարդիկ հավաքված են, ինչ կազմակերպչական բան, այնտեղ ելույթ ունի, եւս 10 ելույթ պիտի լսի, հետո սկզբում է խոսում, վերջում է խոսում, արձագանքում է Թրամփը, որից հետո սա Խակեր Կարլսոնն է ասում է գնում ենք, ես էլ ուղեկցում եմ իրեն։ Գնում ենք միտեղ եւ այնտեղ ոդքասթ պիտի լինի, նախատեսված է ժամ ու կես, 2 ժամ մաքսիմում, ասում է ձգվում է 3.5 ժամ։ Թրամփը դեռ շարունակում է խոսել, ասում է, ես էլի կարող եմ խոսել, ուղղակի այնտեղից ասում են, ես էներգիայի մասին եմ խոսում եւ ոնց է այդ ամեն ինչը կազմակերպվում։ Ասում է դա ավարտվել է։ Մենք մեր վրա արդեն մենք հոգնած ենք, չնայած իրենց ասում է 20 տարի երիտասարդ ենք, դրանից հետո նախատեսում եմ մեկ այլ նահանգում հանդիպում, ընդ որում ասում է ժամուկես պիտի թռիչք լինի։ Ժամուկես թռիչքից հետո ասում է կանգնում է նույն առույգությամբ, նույն էներգիայով խոսում է եւ 3 ժամ, ավելին ասում է 3 ժամ ավարտվել է, բաժանվում ենք, ճաշում ենք, ինքը գնում է տուն, ասում է 3 ժամ հետո գիշերը 3-ն է, առույգ նստած զանգահարում է ինչ է կանում, այս պլանները, այս ծրագրերը, որից ասում է դրանից առաջ էլ, ասում է 20 հոգանոց իր նեղ խմբում, ինքը 1.5 ժամանոց ժողով է անցկացրել։ Ես կարծում եմ, որ նման էներգիա նաև ունի Ռոբերտ Քոչարյանը, բայց ինչ ենք տեսնում, շաբաթը մեկ անգամ ինչ-որ մի հանդիպում, շաբաթը մեկ անգամ ինչ-որ մի բան, ես կարծում եմ, որ ինքը պատրաստ է դրան, հիմա այս թիմը պիտի էսենց վարկյաններով գծի, թե ինչ պիտի անի Ռոբերտ Քոչարյանը, որ վարկյանն է ստեղ, որ ժամին է ստեղ, որ ժամին, ինքը հաստատ հասցնող, ինքը հաստատ կարող է, ինքը նախ 1000 ու մի բան ունի ասելու, ծրագիր ունի ապագայի հետ կապված, 1000 ու մի բան ունի ասելու, թե ինչ է արել, եւ կամ ինքը չի ասում, մյուսները անեն, այնպես որ այս իմաստով պիտի շատ ավելի էներգիա թափեն եւ շատ ավելի կազմակերպված եւ ամբողջ լրահոսը լստեն։ Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու այս բոմժի, ներողություն եմ խնդրում բառից համար, որովհետեւ այդ մեր խոսույթ այդ բոմժ բառը ինքը բերեց, ինչպես տեսնում ենք, Նիկոլը բերեց։ Այո, ինքը եւ իրան այդպեսին են, այո, եւ մի շարք այլ տիպի նմանատիպ հայտարարություններ եւ արտահայտություններ։ Մենք ստիպված ենք լինելու հետեւել դրան, ինքը լրահոսը լցնում է դրանով։ Ինչու եք ազատ թողնում, ինչու եք պարապ թողնում։ Այնպես չի, առանց այդ էլ վաղուց ուշացել եք։ Այնպես չի, որ հասցնելու եք։ Արխիվում ընդամենը 1 ամիս ու ինչ որ կարճ ժամանակ է մնացել։ Շատ ուշացած վիճակ է, պիտի շատ ակտիվ աշխատել, որ ասում եմ հատկապես որ ձեր առաջնորդը իզորու է դա տանելու։ Ինչ առաջարկներ ունեք, ինչ առաջարկներ ունեք պետք մանավանդ որ այս կողմը, տեսեք, գիտեք ինչ է անում, ըստ էության, եթե այսպես բանական մարդը նայում է, թե այսօր ԿՊ-ն իր այդ առաջնորդով հանդերձ ինչով է զբաղված, գիտեք հարց է առաջանում, օրինակ անձամբ ինձ էլ այդ հարցը տալիս են շատերը, ասում են լավ, իսկ ինչ է անում, այդ ուտելու այդ գարշելի տեսարանները, չէ, այն ինչը առհասարակ անում է, իր պահվածքը եւ այլն, այն ինչ մենք ունենք, հա, տեսնում ենք ինքը ԿՊ-ն կամ այդ չգիտեմ իրենց հայտարարությունները, թեկուզ հայտարարություն այն մասին, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը այո, գանք դրան, Ադրբեջանն է, Ալենը հստակ հայտարարեց Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչի է հասնում դրան, ինչու։ Կարելի է կարծել, հիմա իրենք պիտի հակառակ ձևով վարվեին։
Այսինքն մի քիչ ավելի լուրջ մարդու կերպարանքի մեջ մտնեին, փորձեին ավելի խելացի երևալ, ավելի բարյացակամ ժողովրդի հետ նկատմամբ, չէ, որովհետև արժևում ընտրություններ են, որպեսզի կարողանան ձայներ շահել։ Հարց, ինչու են իրենք այսպես իրենց պահում։ Թեկուզ այսօր այդ բոմժ, չգիտեմ ինչ, այդ ամեն ինչը։ Ինչի համար է արվում։ Գիտեք ինչ, ամեն ինչ ունի իր պատճառը։ Առաջին հայացքից թվում է, թե սխալ պահվածք է, բայց իրենք եւ իրենց թերադրողները շատ լավ հասկանում են, որ 18 թիվը վաղուց անցել է եւ իրենք խոստումներով, գեղեցիկ խոսքերով, սիրո խոստովանություններով եւ այլն արդեն չեն կարող մարդ բերել դեպի իրենք։ Իրենք դա հասկանում են։ Այդ ժամանակներն անցել են։ Հիմա իրենք այլ զենքեր են կիրառում։ Համար 1 զենքը դա վախն է։ Տեսեք, այսինքն ինչ են անում։ Մենք գիտենք, որ բանտերը լցված են շատ արժանավոր մարդկանցով, չէ՞։ Բագրատ Սրբազան, Աշոտ Երկաթ, մի շարք արժանավոր հայերեն երիտասարդ, որ արդեն դուրս են եկել բոլոր դեպքերում։ 2 սրբազանները, 3 սրբազանները շարունակում են կալանքի տակ մնալ տնային կամ խիստ պայմաններ կամ այնպես չի, որ իրենք ազատության մեջ սահմանափակված են ազատությունը։ Բայց այդ փաստը, որ այդպիսի ուրեմն դրվագ եղավ իրենց կյանքում։ Այսինքն տեսեք, սրանց համար շատ կարևոր է վախի մթնոլորտ առաջացնելը։ Իրենք այսօր թափանցիկ են, իրենք իրենց իսկական էությունը ցույց են տալիս։ Եվ ինչ էմոցիա, հա, ինչ հիմնական հույզ են առաջացնում մարդկանց մեջ։ Իմ դիտարկումներով հիմնական հույզը, որ առաջանում է մարդկանց մեջ սրանց դիտելիս, սրանց լսելիս, հետևելիս, դա զզվանքն է։ Նույնիսկ շատ մարդիկ, տեսեք, նող կանք են ասում, հա, ասում են խորշում եմ, զզվում եմ։ Այսինքն հիմնական էմոցիան զզվանքն է։ Ումից զզվում ես, կամ ինչ-որ բանից զզվում ես, ինչ ես անում։ Դու հեռանում ես իրենից, չէ՞, հեռանում ես իրենից։ Հիմա իրենք զզվանք են առաջացնում, բայց նաև զզվանքի հետ համատեղ իրենք սպառնալիքներն են ցույց տալիս, որ իրենք ձեռքին իշխանություն կա, իրենք ինչ ուզեն կանեն։ Տեսեք, հենց այդ դեպքը, եկեղեցու դեպքը, տղայի հետ կապված, պատանու հետ կապված, հենց դրա վկայությունն էր, այսինքն տեսեք, հանկարծ մեկիդ մտքով չանցնի մեր դեմ դուրս գալ կամ չգիտեմ, հա, դեմ առ դեմ ինչ որ ճշմարտություններ ասել, մեր ձեռքին են բանտերի բանալիները, հա, այսպես ասենք, եւ դրանով վախի զգացողություն են առաջացնում։ Իրենց հիմնական գործիքը այսօր վախն է, իրենք այլևս սիրաշահել չեն կարող։ Իրենց խոստումներին չեն հավատում, մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հավատում։ Ուրեմն վախը եւ նաեւ այդ վախի հետ կից խաղաղության, այսպես ասած, ոնց որ ասվում է, կեղծ խաղաղության քարոզը, որի հիմքում էլի վախն է դրված։ Վախեցնում են պատերազմից։ Ոչ ավել, ոչ պակաս այսօր ուրեմն գովազդային այդպես հոլովակ է պատտվում, ինչ ուզում ես նայել ինտերնետում, մեկ էլ այդ հոլովակն է գալիս, ուրեմն երկու մասի է բաժանված, հա, պատկերը, մի մասում խաղաղասեր Նիկոլն է տակը գրված է խաղաղություն, մյուս մասում մեր 3 ուրեմն հիմնական տեխնացուներն են եւ տակը գրված է, որ ահա, էլի դրա պատասխանը, ինչով է զբաղված Ռոբերտ Քոչարյանի թիմը, մարդ, որ 10 տարի խաղաղություն է պահել, ոչ թե պիտի դա մերժել, պիտի օրը 1000 անգամ ունեն հեռուստաընկերություն եւ չգիտեմ քանի հետևորդ եւ ունեն պատգամ 1000 անգամ հիշեցնել պարզ նախադասություններով։ Ռոբերտ Քոչարյանը միակ նախագահն է, ում ժամանակ եղել է 10 տարի խաղաղություն։ Ռոբերտ Քոչարյանը նախագահն է, ում ժամանակ պիտի անվերջ դա ասվի։ Ոչ թե արձագանքել նախաձեռնողական պետք է լինել, նախաձեռնողական։ Իսկ այդպիսի եղանակներ ու միջոցներ շատ կան, շատ կարելի է, շատ էֆեկտիվ։ Շատ ուշացել է, ժամանակ չկա, 1 ամիս ու կար ժամանակ է մնացել։ Հարց եկան եկեղեցի, Փաշինյան Նիկոլը եկավ եկեղեցի, պատարակ էր մատուցվում այդ ժամանակ։ Հիմա իրենք կարող էին, չէ, մանավանդ այս նախընտրական շրջանում համեստի կերպարի մեջ, թեկուզ դրսում հաստատ այդ ձևով, բայց չէ, իրենք այդ հորդայով ներխուժեցին, որ ներիմաստը մկաններ ցույց տալը, այո, մկաններ ցույց տալը, սադրել եւ էլի մի երկու հոգի նայած ոնց կհաջողվի, էլի վերցնել, փակել եւ այդպես սարսափի վախի մթնոլորտ առաջացնել։ Սա է իրենց ցանկությունը, սադրել, այսօր գիտեք, եւ շատ ճիշտ կլինի, եթե մարդիկ այդ սադրանքին փորձեն չտրվել, որովհետեւ իրենց մասին արդեն ճշմարտությունները հայտնի են, հա, ինչ ասեմ, ես նորից պիտի հիշեմ Սևակի հայտնի տողերը, որ ասում է պատը կմնա
անապատ կպակասի մի լավ ճակատ։ Այնպես որ մեր այս ուժերը, բողոքի, չգիտեմ, պայքարի եւ այլն պետք է պահել ընտրությունների ժամանակ դիրքորոշում արտահայտելու համար։ Պետք է գնալ ընտրությունների, պետք է մասնակցել, պետք է հասկանալ, որ եթե դու մտածում ես, որ չէ, ոչ մի բան չի փոխվի, սա էլ է իրենց նետած ուրեմն տեսակետները։ Որ մենք զզվելի ենք, մենք ձեզ վախեցնում ենք, ավելի լավ կլինի դու գնաք մնաք ձեր տան անկյուններում, թախտի վրա դուրս մի եկեք։ Քարոշչական խայծ է, չի կարելի կուլ տալիս, ով է ասել, որ իրենք են լինելու։ Ոչ, եթե ուրեմն այո, ընդդիմությունը ճիշտ աշխատի համախմբված ամեն մեկ այդ նույն ըստ էության նույն գաղափարի շուրջ են բոլորն էլ, բայց այդ տարբեր ուժերով ինչը կարծում եմ որ ճիշտ է, բոլոր դեպքերում չի կարելի այդ ստերեոտիպերի տակ մնալ, որ միևնույն է իրենք են անցնելու, ոչ, ընդհակառակ, օրինակ ես համոզմունք ունեմ, որ իրենք չեն անցնելու, որովհետև ես տեսնում եմ, թե ինչպես ընդդիմադիր ուժերը, մասնավորապես Սամվել Կարապետյանի ուժը աչքի առաջ թափ է հավաքում, աչքի առաջ մարդկանց համակրանքը ուղղվում է դեպի այդ ուժը։ Իսկ ով ասեց, որ ուրեմն Փաշինյան Նիկոլն է, հա, մեր ժողովուրդը այդքան միթե ինչ ասեմ, իր ճաշակը, իր պատկերացումները ղեկավարի մասին, միթե այդ աստիճան իջել են, աղավաղվել են, որ նորից գնալու է Փաշինյան Նիկոլ ընտրի, ինչ որ մի շերտ կգնա, ինչ որ մի շերտ այո համակրանքից կգնա, որովհետև այդ կերպարը իր համար հոգեհարազատ է, չգիտես ինչու, այո կա այդ շերտը, ինչ որ մի շերտ վախից կգնա, ինչ որ մի շերտ կգնա, որովհետև փոխկապակցված է, բայց դա բոլորը միասին չեն կարող արժենալ այն մնացած մարդկանց դիրքորոշումները, հա, որոնք այսօր ասում են, որ ես զզվում եմ իրենցից, հասկանում եմ, որ երկիրը մարդկանց տանում է դեպի կործանում, դեպի նոր արյունահեղություն, ավելի սարսափելի արյունահեղություն, այնպես որ եկեք մենք այս չգնանք հակուրորեն մեկ է իրենք են անցնելու, չի կարելի այդպես մտածել, չի կարելի ու վերջ, որովհետև դա սխալ է։ Շատ լավ, դուք գնահատեցիք, որ Սամվել Կարապետյանն լավ են աշխատում եւ տեսնում եք, որ թափ են առնում։ Հիմա Գելապը թվեր է ներկայացրել, այնտեղ բավականին ցածր թվեր են, ինչքան էր, Մարիամ, ցածր թվեր էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հետ կապված եւ նաեւ Սամվել Կարապետյանն էր, որ իբրև թե դեռ հիմա Նիկոլը շարունակում է առաջատար մնալ, իդեպ այս Գելապի հետ կապված ինչ որ մանրամասն ներկայացնեմ, գիտեք որ դատական բանի մեջ են այս Հայաստանում այդ Գելապը ներկայացնող այսպես կոչված այդ կազմակերպությունը եւ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որ քննադատել էր այս կազմակերպությանը եւ իրենք էլ դատի են տվել, այդ ընթացքում ինչ է բացահայտվել է, որ իրականում հայաստանյան այս Գելապ կազմակերպությունը, բուն Գելապ կազմակերպությունը չի ներկայացնում, ուղղակի ասոցիացիայի անդամ է եւ անգամ այնպիսի հարցեր է եղել, որ այդ բուն Գելապը դատի է տվել իրենք էլ են դատական process-ի մեջ, այնպես որ այսպես միանշանակ ընդունել պետք չի բացառվում, որ հենց այսպիսի ինչ որ սխալ բաների համար են իրենք դատի մեջ ներքաշվել, թողնում ենք մի կողմ, բայց նաև նկատի ենք ունենում, որ այդպես էլ հալած յուղի տեղ չենք ընդունում, այն ինչ որ իրենք ներկայացնում են, շատ հետաքրքիր է, պետք է հետևել տեսնել, թե այս դատը նաև ինչ նոր հանգամանքներ առաջ կբերի, օրինակ մեզ շատերիս հայտնի չէր, որ իրենք բուն Գելապը չեն ներկայացնում, ասոցիացիայի իրենք անդամ են, դա բոլորովին ուրիշ բան է, այո, հետաքրքիր է, տեսնենք ինչ էր կլինի, սա իդեպի կարգով է, եւ վերջին հաշվով քաղաքական ուժերը թող իրենց անկախ հետազոտություններ անում են եւ հետաքրքիր կլինի, որ ներկայացնեն, այո, լավ կլիներ, որ նաեւ այս ուժերը իրենց աները ներկայացնեին առանցին եւ ուժեղ Հայաստանը ներկայացներ եւ Հայաստան դաշինքը ներկայացներ եւ Գագիկ Ծառուկյանից ոնց է կոչվում Առաջարկ Հայաստանին, այդպես ներկայացնեին, տեսնենք, որտեղ գիտեմ, որ իրենք էլ բոլորն էլ հարցումներ անցկացնում են, կարծում եմ շատ հետաքրքիր կլներ, այս թվերին չգիտեմ, անդրադառնանք, թե ինձ թվում է չարժի բոլոր դեպքերում, գիտեք, ինչքան ավելի ներկայացվի ուղղճացված ձևով, որ ԿՊ-ն Նիկոլենք շուր առաջատար դերում են, նույնիսկ եթե դա ճիշտ չէ, հա, եթե դա սխալ տեղեկատվություն է, բոլոր դեպքերում այսպիսի բաները ազդեցություն են
են գործում եւ ահա այդ մտայնությունը, որ միևնույն է իրենք անցնելու են, այդ մտայնությունը ամրապնդվում է։ Պետք է ցրել այդ մտայնությունը, օրինակ, չգիտեմ, անձամբ ես ինչքան տարբեր մարդկանց հետ շփվում եմ, տարբեր շերտերի եւ այլն, դեռ չեմ հանդիպել, անկեղծ եմ ասում, չեմ հանդիպել մարդ, որ շատ եմ հանդիպել, որ ասում են միևնույն է իրենք են անցնելու, բայց չեմ հանդիպել, որ ասելու է ես, այո, իրենց եմ ընտրելու։ Ես այդպիսի մարդկանց շատ մարդկանց հետ եմ շփվում, չեմ հանդիպել, որտեղ են դրանք։ Չեմ բացառում իրենց գոյությունը, բայց ամենայն դեպս մեծ տոկոսներ չկան։ Այ եթե վախի մթնոլորտը ուժեղանա, իրենք հենց դրա վրա էլ աշխատում են, բայց միևնույն է, գիտեք, կան ինչ որ արդեն սահմաններ, որ վախը նույնպես իր գործը չի անում, որովհետև մարդիկ հասկանում են, որտեղ վախից Նիկոլենց բերած վախից ենքով մի հատ այնպիսի սարսափելի բան կա, այսինքն եթե Նիկոլենք անցնում են այնպիսի սարսափելի պատերազմ եւ Հայաստանի կործանում է վերջնական եւ բոլորի, այսինքն եթե շատերը դա դժբախտությունն է, որ դա չեն գիտակցում, եթե դա գիտակցեն, գիտեք ինչ, Անժելա, մեր առհասարակ այսօր երբ մենք նայում ենք հոգեբանական պատերազմի զենքերը, կան շատ այսպես արդյունավետ միջոցներ մարդկանց գիտակցությունը ուղղորդելու։ Հիմա այս զենքերը մեր նկատմամբ կիրառվել են, տարբեր այնտեղ որտեղ գունավոր հեղափոխություններ եղան, այդ զենքերը կիրառվել են, գիտակցությունը մի բան է, որ կարելի է աղավաղել։ Ես օրինակ ընդունում եմ, որ Ուկրաինայի նախագահի հետ կապված Յանուկովիչի, որ իրենք անվերջ տարածում էին, որ իր տանը միայն ոսկե զուգարանակոնքեր են, նկարներ էին դնում սենյակները, բան ես ասում եմ, լավ, այս մարդը խելագարներ են, ասում եմ, այս մարդիկ, հետո պարզես որ բացարձակ այդպիսի բան չի եղել, դա մեծ սուտ է եղել, շատ արևմուտքը այդպես հրեշավոր բաներ ունի, չէ՞, տեսեք ոնց է աշխատում։ Ուսումնասիրում եմ հոգեբանական պատերազմի, կոգնիտիվ պատերազմի այդ էլեմենտները, համար մեկ զենքը այդ պատերազմների դա սուտն է, ընդ որում գիտեք այստեղ սուտն էլ պիտի այնպիսին լինի, որ իր մեջ ճշմարտության ինչ-որ մի հատ էլեմենտ պարունակի, որովհետև եթե դու այսպես մի հատ բացարձակ սուտ ինչ-որ մեկի ճակատին ասում ես, ինքը հասկանում է, որ դա սուտ է, չի կարելի դրան հավատալ, բայց եթե դու ինչ-որ մի սուտ ես ասում, դրա մեջ մի հատիկ ճշմարտություն ես դնում, հա, որ իրականությանը, ասենք համապատասխանում է, հետո դրա վրա մի հատ մեծ սուտը կառուցում ես, այդ սուտը արդեն հասնում է մարդկանց։ Բայց դուք տեսեք իրենք ինչ հաջող են աշխատում, իսկ դիմացը ընդդիմությունն է, որ սուտ պետք է ճշմարտությունը ասել, որ եթե դուք գնում եք Նիկոլի հետևից, որը հիմա ընտրել է դեպի Թուրքիա ճանապարհ, դա քո կործանումն է, որ դու փակում ես բոլոր դռները Ռուսաստանի Դաշնության հետ, այն երկրի հետ, որ Հայաստանում ապրող բոլոր հայերի 70-80%-ի եկամուտը Ռուսաստանի Դաշնությունից է, որ եթե հանկարծ գազի գինը իսկապես բարձրանա 2.5 անգամ, 4 անգամ, մենք բոլորս դա աղետ է լինելու, մենք սովի ենք մատնվելու եւ ինչ է մեզ սպաս, կամ սովի ենք մատնվելու եւ կործանվելու ենք, կամ մենք ընտրելու ենք Թուրքիայի ճանապարհ, որ շատ ավելի դաժան կործանում է լինելու։ Բայց տեսեք, մենք այդ ճշմարտությունը ինչքան վատ է աշխատում ընդդիմությունը, որ չի կարողանում անգամ բացարձակ ճշմարտություն, չէ, բացարձակ ճշմարտություն չի կարողանում, միչև իմ ասենք Վեդի Ալկոյի տերը թուրքական քարոզչությամբ է զբաղվում այն իմաստով, որ պաշտպանում է Արամ Սարգսյանին։ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր մասին է խոսքը, ով աջակցում եւ պաշտպանում է Նիկոլին։ Արամ Սարգսյանն ասում է, եթե Թուրքիայի հետ ճանապարհները բացեն, Թուրքիայի հետ հարաբերությունները մոտավորապես դրախտի է վերածվելու Հայաստանը, չգիտեմ, բժշկությունը սա թուրքական քարոզ է, չէ՞։ Հիմա տեսեք, այդ թուրքական քարոզին մասնակից է Վեդի Ալկոն իր տիրոջ հետ, որն էլ ինչ-որ այլանդակություններ էր նաև իմ հասցեին դուրս տվել։ Հիմա այս անձը իր ապրանքը ուր է տանում, հարց եմ տալիս։ Ռուսաստանի Դաշնություն, հարց եմ տալիս, Ռուսաստանի Դաշնություն, Ավանակի ականջում քնած, ռուսամետ ուժեր ընդդիմադիրներ, Ավանակի ականջում քնած, բոլորդ ուժեղ Հայաստան կլնեք, Հայաստան Դաշին կլնեք, թե Գագիկ Ծառուկյան, Ավանակի ականջում քնած եք դուք։ Ասում եմ թուրքական քարոզ տանող մարդկանց ապրանքը գնում է դե, պարզ կարելի է, չէ՞ դրա մասին խոսել։ Խոսել, չի ասել, որ դուք այս քարոզը տանում եք, ձեր ապրանքը տանում եք այնտեղ, կամ արթնացեք ռուսներ, կամ արթնացեք տեղի ընդդիմադիր ուժեր։ Էսի մի կամպանիա, երեք իմիջայլոց ասեցին, որ բանը, որ երբաններ, կոնյակի Պրոշյանի, հա, արգելել են։ Ռուսները օրինակ արգելել են, որ մուտք գործի։ Գիտեք ինչ, տեսեք ինչ է էլի ստացվում։ Փաստորեն հակառուսականությունը հնարավոր եղավ, բավականին այսպես արդեն լայն տարածում է մեզանում գտել։
ինչ որ չի եղել, մարդիկ հասկացել են, հա, որ Ռուսաստանը դաշնակից է, Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է նորմալ պահել եւ արժանապատիվ կեցվածքով, ինչը մեզ հաջողվել է։ Դրա լավագույն օրինակը Ռոբերտ Քոչարյանն է, չէ՞։ Ինչպես ինքը կարողանում է։ Բայց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այնպես է աշխատել, որ ամենամեծ ներդրում արել են Եվրոպայից, գերմանացիք եւ չեխերը եւ հազարամյակի մարտահրավերի ամենամեծ գումարը տվել են իր ժամանակ Միացյալ Նահանգներին։ Բայց հիմա տեսեք, Նիկոլը գնաց Պուտինի հետ այդ խոսակցության այդ բաց հատվածը, որը մենք տեսանք, դա ինչ էր, Պուտինի կողմից ուղերձ էր հայ ժողովրդին, թե ինչի կարող է բերել հակառուսականությունը եւ այս իշխանությունների գոյությունը Հայաստանում, թե փակ դռների հետևում ինչ է խոսվել, մենք չգիտենք։ Հիմա տեսեք, ինչ են ասում մարդիկ, ասում են Փաշինյան, փաստորեն Պուտինը քեզ հասկացրեց, որ Հայաստանի վիճակը վատ է լինելու, եթե դու այդ ճանապարհը շարունակես։ Ես ինձ հարց եմ տալիս, իսկ Նիկոլ Փաշինյանի համար վատ է, որ Հայաստանի վիճակը վատ լինի։ Հասկանում եք, այստեղ մենք հասկանում ենք, որ սա վատ կլինի Հայաստանի համար, բայց Փաշինյան Նիկոլը ինչի համար է եկել, որպեսզի Հայաստանի ու հայ ժողովրդի համար վատ լինի։ Այսինքն, այս տեսակետից որ նայում ես, ինքը շատ ճիշտ իր գիծը շարունակում է։ Հենց թեկուզ Ռուսաստանի եւ Պուտինի հետ հարաբերություններում ինքը հասնում է իր նախնական հիմնական նպատակին, հա, էլի տուժելու է հայ ժողովուրդը։ Այնպես որ գիտեք ինչ այնքան դժվար է մինչև վերջ հասկանալ այնպիսի մարդուն, որը բացարձակ այլ արժեքներ ու այլ նպատակներ ունի, քան թե դու։ Նայում են ու մտածում են, այս երկրի ղեկավարին ասում են, քո երկիրը վատ վիճակի մեջ կընկնի։ Պիտի որ երկրի ղեկավարի համար դա լինի ինչ-որ ազդեցիկ մի բան ցնցող։ Իսկ ես մտածում եմ, որ ինքը մտածում է, որ ահա այստեղ էլ կարողացա։ Մի հատ էլի ինչ անի Ռուսաստանը բնականաբար իր շահերից ելնելով փակի, հա, ինչ-որ բաներ, արդեն գազի գին եւ այլն։ Ոչ մի բան, միայն գազի գինը փոխվի, ոչ մի բան ուրիշ։ Առաջանա, տեսակ ռուսներն ինչ արեցին, բա որ ասում են։ Այո, եւ մենք ունենք ընտրություն։ Մենք կբերենք Արցախի նման բանը Ադրբեջանի գազը, Ադրբեջանն էլ ինչ կանի, մի օր կփակի ու դուք Սառնամանիքի ու Սովի մեջ կմեռնեք։ Իրենց այդ չարագուշակ նպատակներին շարունակում են հասնել։ Այնպես որ եթե այս իշխանությունները շարունակեն տնօրինել մեր երկրի, մեր հայրենիքի, մեր մարդկանց ճակատագիրը, աղետը, մեծագույն աղետը, ուղղակի անխուսափելի է, պետք է կույր լինել սա չտեսնելու համար։ Նիկոլը Ռուսաստանի հետ իր հարաբերություններում նորից իմ կարծիքով կարողացավ իր գիծը շատ լավ առաջ տանել։ Կարողացավ մարդը։ Ինչի համար որ դե մենք պիտի հասկացնենք, որ սիրելի ժողովուրդ, ինքը հայ ժողովրդին է ասում Պուտինը, իսկ Նիկոլի համար միևնույն է շատ ճիշտ բացատրեցիք, իսկ Նիկոլին դա պետք է որ հայերը լավն են։ Այդ մարդը կոնկրետ ասում է իմ անվտանգության երաշխավոր Ալիևն է, այսինքն իրան երաշխավորել որ քեզ կթռցնենք, բայց այստեղից կտանենք, բայց ինչ է սպառնալու դրանից հետո հայ ժողովրդին արդեն եթե չեք պատկերացնում, ինչ եղավ Արցախում։ Չէ, այդ ամենը կախված է նրանից, որ մենք շատ վատ ենք աշխատում, որ անդիմությունը շատ վատ է աշխատում։ Պիտի կարողանա դե դրա համար պիտի հանրային բաները ազդեցիկ մարդիկ ներկայացնեն, անդիմադիր ուժերը, դրանից հետո օրինակ, այդպես բան աշխատանք արվեց, չեմ տեսնում, բացի մի քանի հարթակներից։ Կա դա, դուք հետևում եք, տեսնում եք դա։ Որքանով հետևում եմ, չգիտեմ, ես ինձ իրավունք չեմ վերապահում քաղաքական ուժերին այդպեսի մեծ քննադատական ինչ-որ բաներ, բայց ինչ-որ բաներ կան, որ կարելի անել ու չի արվում։ Տեսեք, ես խոսում եմ հենց այդ հոգեբանական պատերազմի էլեմենտների մասին, հա, որոնք ստի մասին խոսում են, կան ուրիշ շատ գիտակցության վրա ազդող բաներ։ Սրանց թելադրողները թելադրում են, իրենք էլ շատ լավ կատարողներ են։ Տեսեք, հիմա այսպես դեզվի ծայրին է բոլորի հիբրիդային պատերազմ, որ Ռուսաստանը մեր նկատմամբ հիբրիդային պատերազմ է։ Բայց ինչի մենք չենք կարողանում 40 օր ուրեմն այդ արտահայտությունը գցել են սրանց բերանը, իրենք էլ անընդհատ ասում են։ Հիմա տեսեք, ինչն է սարսափելի բան են, հա, պատկերացում հիբրիդային պատերազմ։ Ինչն է խանգարում։ Տեսեք, հենց իրենք հիբրիդային որպես հիբրիդային պատերազմի գործիքներ օգտագործվում են ու օգտագործվել են։ Մեր նկատմամբ հիբրիդային պատերազմը վաղուց է, հա, Եվրոպան եւ Արևմուտքը Թուրքիայի հետ միասին իրականացնում են։ Հենց հիմա մենք դրա մեջ ենք։ Բա մենք ինչի չենք խոսում դրա մասին, ինչի ենք վախեցած, ինչի ենք կաշկանդված, չենք ասում, որ Եվրոպան
հիբրիդային պատերազմ է մղում մեր դեմ, Եվրոպայի հիբրիդային պատերազմի հետևանքով կորցրել ենք Արցախ, Եվրոպայի հիբրիդային պատերազմի հետևանքով կորցրել ենք Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից տարածքներ, Եվրոպայի արևմուտքի հիբրիդային պատերազմի արդյունքում մենք կորցրել ենք, չէ, բայց հիմա ընդդիմադիրները փոխանակ մի հատ աղմուկ բարձրացնեն, ասեն, ով ընդդիմադիր հայացք ունի, տեսեք սրանք ինչ են անում, ասում են ինքը կակեբեշնիկ է, ինքը հիբրիդային, ոնց թե Այս պիտի աղմուկ բարձրացնել եւ նույն Եվրոպային հասկացնել, անգամ Միացյալ Նահանգների Վենսը գնաց այնտեղ Եվրոպային հասկացրեց, ասեց դուք էս ինչ եք անում, էս ինչ ընտրություններ ա ձեզ մոտ, սա ինչ ա, մենք էլ պիտի հասկացնենք, ասենք դուք էս եկել եք, էս ինչ եք անում էս մեր երկրում։ Ընդ որում այդ տարածքի մասին էր խոսում Վենսը, որ էս ինչով եք դուք զբաղված, էս ինչ դեմոկրատիա է, էս ինչ ընտրություններ ա, էս ինչպիսի միջամտություններ ա, էս ինչ ազատություն ա խոսքի, բա մենք ինչի չենք ասում, որ էս մարդը, էս բռնապետը ավտորիտար այս բան համակարգը հաստատել է եւ մեզ այսպես ճնշելով ցանկացած ընդդիմադիր ձայն լրացնելու համար ասում է ինքը գործակալ է, ինքը չգիտեմ հիբրիդային բան է վարում, սա է վարում, բան էլի մեր աշխատանքի պակասն է, տիկին Նաչա։ Էլի ընդդիմությունը շատ վատ եք աշխատում։ Ուժեղ Հայաստան կլինեք, չգիտեմ, ինչ էր Գագիկ Ծառուկյանենցը առաջարկ Հայաստանինը կլինի, Հայաստան դաշինքը կլինի, չի էլ չեմ ասում Թաթոյանի ինչ են անում դրանք, շատ վատ են աշխատում, շատ վատ են աշխատում։ Ես կարծում եմ, որ պետք է օգնել, կողքից է այսպես թեկուզ, պետք է օգնել, պետք է մի քիչ ավելի սթափեցնել, գիտեք ինչ դժվար պայքար է։ Թշնամին նենգե դավադիր է։ Երբ որ պայքարը արդար է, ուժ է հայտնվում տարբեր տեղերից։ Ես երբեք չեմ թերագնահատում արդար պայքարը։ Ես հավատում եմ հենց այս ուժերին, որոնք այսօր ասպարեզում են։ Ես վստահում եմ, այս հարցները վերջին հարցն է, Սամվել Կարապետյան անունից, տեսեք ինչքան է վախեցած Սարսափած Նիկոլը, որ անգամ ինքը մի հատ ելույթ են հիշեցրել, որ ասում է երբեք ընտրական այս բանի մեջ փոփոխություն չեմ էլ համարձակվի, մտքովս չի անցնում եւ մեկ էլ ինքը ընտրությունից ամիս ու կես առաջ մտցնում է, որ հանկարծ Սամվել Կարապետյանի անունով դաշինք չի։ Եկեք գիտեք ինչ Փաշինյան Նիկոլի խոստումներին դատարենք հավատալ, որովհետեւ դա առնվազն միամտություն է, այսօր կխոստանա, մի ժամ հետո կփոխի, հետո նորից ինչ որ մի բան կխոստանա, չի կարելի, հա, այդ ծուղակը նորից ընկնել։ Գիտեք, երբ մարդը մի անգամ ինչ-որ կյանքում տեսնում ես, որ այսինչ մարդը քեզ խաբել է, արդեն դու զգոն ես լինում, չէ՞, իր նկատմամբ։ Հիմա ինչքան կարելի է խաբված մնալ, ինչքան կարելի է հավատալ այդ խոստումներին։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին նկատմամբ, հա, իր այս վախերին, այո, իր մեջ կան վախեր, որովհետև ակնհայտորեն իրենք էլ կույս չեն, տեսնում են, այդքան ինտելեկտ ունեն հասկանալու ու գնահատելու համար, որ այնտեղ մի հատ մեծ ուրեմն ուժ է, հա, ձևավորվում, որ իրենց համար ըստ էության սպառնալիք է քաղաքական իմաստով, իրենց քաղաքական ասպարեզից այսպես դուրս շպրտող, հա, այսպես մի հատ ուժ է ձևավորվում, եւ բնականաբար իրենք բոլոր վախեր են առաջանում, այո, եւ իրենք բոլոր հնարավոր նույնիսկ գիտեք, այսպես շատ մանրախնդիր ինչ-որ բաներով դուք պատկերացնում եք, ասում է անուն չպիտի լինի։ Դրանից առաջ Միչայելոտերի ԿՊ-ականներից մեկը իր հարցազրույցներից մեկում ասում էր, մենք կարող ենք նենց անել, որ Սամվել անունով մարդը բան ընդունենք, մոտավորապես այս կարգի մի բան, հա, որ բանը իրավունք չունենա ընտրություններին մասնակցելու, իրավունք չունենա քաղաքական։ Այս են ուժերն են ասում, որ մեծ փրկում են, մենք 60% ունենք, մենք պրոբլեմ չունենք։ Այսինքն իրենք շատ լավ իրականությունը հասկանում են եւ նույնիսկ այսպիսի մանրախնդիր քայլերի են դիմում, գիտեք ինչ անունը այսպես կարող է լինել, այնպես կարող է լինել, բայց ուժը ձևավորվում է, ուժը թափ է առնում եւ իսկապես արժե որ դուք վախենաք եք։ Տեսեք, հիմա ինձ հարց են տվել, ես ներողություն եմ խնդրում, շատ կարճ արձագանքեմ, Հարգելի Անժելա, ճիշտ են այն լուրերը, որ Քոչարյանի ձայները փոշիանալու են ու անցնելու են ԿՊ-ին, քանի որ Շեմը չեն հաղթարում։ Ես ձեզ ուղղակի հիշեցնում եմ, որ ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանը այնպիսի անտիռեյտինգ ունի, որ ինքը ընդհանրապես ձայն չի կարող հավաքել։ Ես ասում եմ 19 թվականի, 20 թվականի մասին։ Դուք տեսաք, որ 21 թվականին, այն որ դուք ասում եք -3 է, 0, չգիտեմ, ընդհանրապես ձայն չունի, 320,000 ձայն է հավաքել Ռոբերտ Քոչարյանը։ Այս ուղղակի նրա մասին եմ խոսում, որ երբ որ ասում են, այ քանի որ ձայն չունի, անտիռեյտինգ է եւ այլն։ Այս փաստը մենք
ունենք արձանագրված, որ այսքան ձայներ ունի։ Ես ասեմ, որ տարբեր կողմերից նաև փորձում են հարվածել, նաև նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ եւ ընդդիմադիրներ, այո, շատ ցավալի դա անում են իր դեմ։ Հիմա ես քիչ առաջ դրա մասին խոսեցի, որ Գելապը ըստ էության ասոցիացիա է, մի հավատացեք այդ թվերին, ես գիտեմ, որ այդ ուժերը տարբեր 3-4 ուժերն էլ հարցում են անցկացրել, Ռոբերտ Քոչարյանը այս պահի դրությամբ 13% ունի, անցնելիք շեմը 8%-ն է, ես կարծում եմ այս ընթացքում էլ մեծ աշխատանք կանեն շատ ավելի մեծ կլինի, դա բացարձակ, այո, չի փոշիանալու եւ Գելապ կլինի թե News կլինի այս թվերով մի տարվեք եւ թող դա սա ձեզ բացարձակ չազդի, ամեն ինչ դեռ արխիվում է, ես այդ օրինակը հատուկ բերեցի, որ հասկանաք, որ այն որ տարածում էին այնպեսի անձեռեցին ունի բացարձակություն, դուք տեսաք։ Հիմա նույն բանն են փորձում անել, չգիտեմ ինչ որ անուններ կա, որ շատ են վախենում իրենք այդ անուններից, որտեվ այդ անունները ոչ թե բանը աղմկահարույց ինչ որ երկիր ծախելով են զբաղված եղել, երկիր պահելով խաղաղությամբ եւ շենացնելով են զբաղված եղել։ Բա պարզ չի որ Նիկոլն ու իր նմաններն ու այն մյուս այր ասած մյուս բոմժ գործիչները պիտի որ վախենան։ Այս բոմժը չգիտեմ ինչի օրակարգ են անում, որ վախենում են, որովհետեւ իսկապես այդ ուժերը, որոնք կանգնած են դեր դեմ, իրենք արժանավոր են եւ ժողովուրդը ի վերջո գնահատելու է իրենց։ Շնորհակալություն։